Վերջացինք այս տուրը։ Հիմա մի քիչ շրջակայք հման գանք, տեսնենք ինչ կա, ինչ չկա։ Դեռ գնանք, ընդեղից նավը նկարենք մոտիկից, որովհետև ժամանակ ունենք։ Չարժի մի քանից գնալ նավ։ Այս նավն է։ Այս մասը մենք եղանք, չէ՞։ Մենք այստեղ եղանք, այս մասերը տեսանք հենց խորտակված նավի մնացորդները, տեսնում եք։ Հենց այս մասը տեսանք, այս տեսանք, ճապոնացի շատ կա Հավայում, չգիտեմ, և ապրում են, և գալիս են երևի, բայց ճապոնացիներ շատ կա։ Մենք այստեղ եկանք հիմնականում Արիզոնա ռազմանավի հուշահամալիրը դիտելու համար, այսինքն այն տեղը, որտեղ այս Արիզոնա նավը խորտակվել է դեկտեմբերի 7-ին 41 թվին Ճապոնիայի հարձակման ժամանակ, շատ հետաքրքիր մի պատմական տեղ է սա ամերիկացիների համար, մարդիկ գալիս են իրենց հարգանքի տուրքն են տալիս, հիշում են զոհվածներին ու այստեղ ոչ միայն այս ռազմանավի հուշահամալիրն է, այլ ամբողջ այգին է նվիրված այդ տարիներին և պատերազմին։ Հիմա դուք տեսնում եք այս այգու ամբողջ շրջապատը հատուկ այսպիսի տախտակներ կան, որտեղ գրված են զոհվածների անունները մեկ առ մեկ։ Եվ այստեղ եղել է ոչ միայն մի ռազմանավ Արիզոնան, այլ եղել են շատ ռազմանավեր, շատ նահանգներ իրենց անուններով ռազմանավեր են ունեցել այս տարածքում։ Ինչն է։ Անուններն են մարդկանց։ Որտեղից են, հա, որ նավի միջից են մահացել, բայց ինչի է մեկը դեղին, մեկը կանաչ, հələ մի հատ նայ։ Կաները ասում, նավերն են։ Այս կան նավ է եղել։ Չգիտեմ։ Այս նավերի դիրքերն է։ 41 թվին։ Օ, Օկլահոման ստեղ է եղել, նա այստեղ։ Վիստ Վիրջինիան, նավերի դիրքերն է եղել ժամանակ, որ արվատել են։ Պաստորեն յուրաքանչյուր նահանգի անունով նավեր են եղել, հսկայական նավեր են եղել։ Այդ նավերին մեկ-մեկ հարվածել է այդ ճապոնական ինքնաթիռները հատուկ հարված են հասցրել։ Տեսեք Մերիլենդի անունով կա հեսա։ Օկլահոման, Վեստ Վիրջինիան, Արիզոնա, Նևադա կա, Կալիֆորնիա կա։ Դա արդեն պատկերացրիք, սենց կլոր պարկ է, հղկված, գեղեցիկ, ու շուրջը, ստեղ այս սրանք էլ են, հա, երևի այդ նավերը, տեսեք իրար կողք այս նավերն են եղել, քանի հատ, Նևադա, Արիզոնա, Վեստել անունով, Թենեսի անունով, Վեստ Վիրջինիա, Օկլահոմա, տեսեք այս քանը, ու բոլորը խորտակվել են, հա։ Այստեղ նավերը ժամը 9-ին է եղել։ Նավերը 8:54, հələ նայեք։ Պոզիշնն է և ինչպես բոմբեր են գերը Արիզոնա նավին, ինչպես են գերը բոմբը ժամը 9-ին։ Ասենց ժամ առ ժամ, այս 9:05 Երկրորդ հարձակումը 8:54-ին եղել է Ճապոնիայի կողմեն և այս նավերը վնաս կրել են կամ Սա 9:05 AM Նևադա։ Հետաքրքիր ձևով փորձել են բան անել, ցուցադրել այստեղ այդ ամեն ինչը։ Զոհվածներին ինչ են անում։ Հիշատակման բանա։ Տեսեք մեդալներ կան, այդտեղ որ տվել են զոհվածներին։ Զոհվածները հիշում են։ Հիշում են այն։ Այս հուշահամալիրը, որ հայտնի է որպես Waterfront Memorial,
գտնվում է թանգարանային այգում։ Հուշահամալիրը հիշատակում է Երկրորդ համաշխարհային պատերազմում խորտակված ամերիկյան 52 սուզանավերի և անձնակազմի ավելի քան 3500 անդամներին, որոնք զոհվել են։ Յուրաքանչյուր քար խորհրդանշում է խորտակված սուզանավը, դրա վրա գրված է սուզանավի համառոտ պատմությունը և զոհված զինծառայողի անունները։ Նայ Օքլահոմայի նավի մեջ ովքեր են։ Այստեղ կարող է նայես հայկական անուն գտնես, բայց դժվար, ես նայեցի այն հուշատախտակի վրա, ես ոչ մի հայկական ազգանուն չտեսա։ Մի քիչ ռուսական, սլավոնական ազգանուններ տեսա, բայց հայկական ազգանուն ես չնկատեցի, սովորաբար աչքերս մի անգամից նկատում է այդ Y-A-N-ը, I-A-N-ը, Յանը մեր։ Թե, նայեսի Օքլահոման է, քանի հատ կա։ Սա Մերիլենդն է, Մերիլենդի նավը։ Կալիֆորնիայում կարող է լինեն, հələ մի հատ Կալիֆորնիային է նայենք։ Այնտեղ հայերը շատ են։ Եթե կա հայ, սա Կալիֆորնիան է, սա հələ նայենք կա հայկական կան։ Չէ։ Չեմ տեսնում։ Ասել է Կալիֆորնիա։ Այստեղ օրինակ տված է, թե ինչ պաշտոն են նավի վրա երևի զբաղացրել այդ մարդիկ փոքր հապավումներով։ Հապավումներով կարելի է հասկանալ, թե մարդիկ ինչ պաշտոն են զբաղացրել։ Սիրուն են ես ծառերը, ընդհանրապես ես արահետը շատ սիրուն է։ Հետաքրքիր արահետը։ Խամրած այս բաները, ինչի չեն փոխում։ Նայ հին են էլի, ժամանակին սրանք լավ եղել են։ Նայ, ինչքան արդեն խամրած է։ Ժամանակն են օրացնելու սրան։ Սրանք ամեն քայլափոխին մի հետաքրքիր խարիսխն է։ Հիմա նայենք ստեղ ինչա գրած։ Ինչ-որ մի բան գրած է երևի։ US Arizona-ի խարիսխն է։ Ոստեղ են գրված է եղել են, հա, փաստորեն մարդիկ, որոնք փրկվել են։ Փրկվածների անուններն է գրված։ Կարող է հայերը, թե հայի բախտ են, դրանք չեն փրկվի, եթե հայ լինի։ Այս է փրկվածների անուններն է։ Դե պարզա փրկվածներ կլինեին։ Հետաքրքիր է սրանք ճակատագիրը, որ փրկվել են, չէ՞, հետագայում ոնց է դասավորվել։ Կարային մի օրում մահանային բոլորը։ Քան 1000 հոգի մարդ է մահացել։ Այստեղ չնկարվանք են, եկեն նստել են այմ այստեղ հրհով տեղ են գտել երևի։ Մենք ուզում ենք այս մարդու մոտ նստենք, նկարվենք, որպես ինչ եք սենց։ Սա այդ հայտնի միայնակ նավաստու արձանն է։ Այս արձաններից շատ կան, մոտավորապես 18-20 հատ արձան կա աշխարհով մեկ, որոնցից մեկը գտնվում է այստեղ միայնակ նավաստի անունով։ Եվ կողքին կար հուշատախտակ, որ ասում է այս արձանի հիմքը պատրաստվել է Արիզոնա նավի պողպատից։ Այստեղ ցուցադրվում է Արիզոնա ռազմանավի խարիսխը։ Խարիսխը կշռում է մոտ 19585 ֆունտ և 3 այսպիսի խարիսխներ են եղել Արիզոնա ռազմանավի վրա։ Երկուսը օգտագործել է նավը խարիսխելու համար կախված տարբեր եղանակներից։ Երրորդը օգտագործվել է որպես պահեստային։ Ռազմանավը երբ որ պայթել է, այս խարիսխներից մեկը նետվել է նավահանգիստ
եւ այս խարիսխը հենց ցուցադրվում է այստեղ։ Մեկ այլ խարիսխ, որը էլի գտնվել է պայթյունից հետո, Արիզոնա նահանգի Կապիտոլիում են ցուցադրում։ Այսքան ամեն ինչ իմ խնամք են տանում, հələ նայեք այս հսկայական տարածությունը հրաշալի խնամված, բայց այս գրվածները արդեն վաղուց պետք է փոխել։ Խամրած վիճակում կարող հատուկ են թողել էսին, որ հին տպավորություն թողնի։ Բայց չէ, արդեն կարդալ անգամ հնարավոր չի լինում նրանց վրա։ Ճապոնական է ինքնաթիռն է մնացել։ Լավը ճապոնացիները ամերիկացիները տեն չեն թշնամած է հետո։ Դիմացդ նայ այս աստիճանները։ Այդ նկար է այս հուշահամալիրը։ Երևում է ամերիկյան դրոշն է ծածանվում։ Այսի կորածների համար է, հա, երևի կորածների։ Նկարի, հա, խնդրում եմ, մի քանի հատ արանքները, նկարի, բոլորը կարած չնկարես։ Շատ մի կենտրոնացի հայ գտնելու վրա, թե չէ մենք այսօր տեղից չենք գնա։ Եվ ինտերնետից որ փորձես այս բոլոր տվյալները կգտնես, կարող է հայ լինի ազգանունը, հայի չլինի, ինչ իմանաս, տենց է կարա լինի, չէ։ Կարելի է, ես գնամ տուն ինտերնետով մի հատ կփորձեմ գտնեմ, հայեր զոհվել են այդ ժամանակ, թե չէ։ Ընդհանուր տեսքով ես հուշահամալիրը էսա։ Տեսնում եք։ Կնկարես ինձ այս բանի մեջ վիդեոյով, որտեղ հայտիկը չեմ բերել։ Այս էլ մեկ ուրիշ հուշահամալիր է, փոքր կոմպլեքսներ են, հետաքրքիր այս USA Արիզոնայի նավի պատմությունն աստեղ։ Կորածներն են, ուրիշ նավերն է կար։ Ուրիշ նավերեր են իհարկե, բայց հիմնականում այդ նավն է, որպես դեկորային մնացել մարդիկ գնում են տեսնում։ Հեսա։ Ուզում եմ գնամ։ Չգիտեմ, պետք է նայեմ, տիկետ ով է դա առանց տիկետի է։ Ես ոչ մի բան չգիտեմ, ես ինքնաթիռն եմ ուզում գնամ տեսնեմ։ Փաստորեն այս տարածության անունը Waterfront Memorial է։ Այս որ մենք մանեկանք, այս ամբողջ տարածքը այս անունը։ Բա, հա, բայց այն կլորը, այդ Ճապոնիային ինչ-որ կլոր է տեսակ։ Չէ։ Ինձ թվաց ճապոնական է։ Աստորեն ստեղ կարելի առանց տոմսի գալ ու ստեղ կանգնա հերթով առնել։ Այս էլ քույրերի համար է։ Ամենավերջում մենք մտանք մի թանգարան, որը հետաքրքիր թանգարան էր եւ նվիրված էր Pearl Harbor-ի հարձակմանը։ Այս թանգարանում կային տարբեր պատկերասրահներ, առաջինը կոչվում էր «Ճանապարհ դեպի պատերազմ», որը նկարագրում էր իրադարձությունների երկար ու բարդ շարքը, որը նախորդել է Pearl Harbor-ի վրա հարձակմանը։ Հավայան կղզիներում ռազմական հսկայական կուտակում է եղել Ամերիկայի կողմից, ամերիկյան կառավարությունը խաղաղօվկիանոսյան նավատորմը 1940 թվականին գարնանը զինավարժություններ է անցկացրել, նախագահ Ռուզվելտը համարել է դա զսպող ազդեցություն Ճապոնիայի վրա, սակայն ծովակալ Յամամոտոն հայտարարել է, որ դա հավասարազոր է մեր կոկորդին ուղղված դաշույնի։
Շապելով են անում։ Շապելով կարող են գտնել քարտեզը։ Հասկանալ։ Մարդկանց հագուստներն ահա Չացույց տալիս, չգիտեմ, դիրքն ա ցույց տալիս ինքնաթիռներին չգիտեմ Ճապոնական Ագակի նավն է 850 ոտնաչափ երկարությամբ եւ 1600 հոգանոց անձնակազմով Ճապոնիայի երկու խոշորագույն փոխադրամիջոցներից մեկն է եղել, որը մեծ դեր է կատարել այս պատերազմի ժամանակ, հարձակման ժամանակ։ Հələ այս բանն է, ճապոնականն է, հա? Ճապոնական նավն է, որ այսքան ինքնաթիռ է պարունակում իր վրա։ Կարող այսքան ինքնաթիռ երևի տեղավորվի։ Այսը ամերիկան չէ։ Բակագ է։ Արդեն ասեցի, որ թանգարանը բաղկացած է երկու մասից, մեկը կոչվում էր ճանապարհ դեպի պատերազմ, մյուսը հարձակում։ Այս երկու թանգարաններն են լի են ցուցադրություններով, մոդելներով, նմուշներով։ Պատերազմի ճանապարհը այդ առաջի թանգարանն էր։ Հիմք է ստեղծում երկրորդ համաշխարհային պատերազմին հանգեցրած իրադարձությունների համար։ Որոշ լուսաբանումներ կան հին Հավայան կղզիների եւ Փերլ Հարբորի վաղ պատմության մասին։ Կան ցուցադրություններ, որոնք լուսաբանում են Ճապոնիայի ագրեսիան Չինաստանում եւ ամերիկյան պատասխանը։ Երկրորդ թանգարանը հիմնականում նվիրված է Փերլ Հարբորի վրա հարձակմանը եւ դրա հետևանքներին։ Հարձակման արդյունքում հայտնաբերված մոդելների եւ նմուշների միջոցով պատմում են իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել 1941 թվականի դեկտեմբերի 7-ին։ Այս թանգարանը ունի նաև մինի կինոսրահ, որտեղ ցուցադրվում է Փերլ Հարբորի վրա հարձակման պատմության մասին վավերագրական ֆիլմ։ At 6 minutes past 8, it happened. A bomb crashed through Arizona's deck, penetrated the forward magazine. The magazine exploded. The ship ripped apart. A ball of fire and smoke rose. Այս երևի այդ բոմբն է, որ բաց են թողել ինքնաթիռից։ Ով միջից են հանայես։ 50 տարի հետո։ Ռմբակոծությունից հետո են հանեսա։ Այս էլ այդ մետաղական մասնավորներից հավել են այսքան ժամանակ հետո։ Ժրանգոտած, քայքայված։
Այսօր մենք գնացինք, տեսանք, այս իրա մակետն է, այս մասը մենք մտանք սենց, այստեղ է ծանց մտանք, կացեմ սենց տեսանք, բայց տակը ինքն էր, նույն այստեղ, կարծեմ մենք սենց մտանք, այդ գլոշի ժանակը տեսնում եք, այդի տեսանք մենք ընդ պահպանված է։ Աստեն ազատա գժանետուչի ես, ստեղ նկարվելու համար։ Մենք է դուրս եկանք, սենց դուրս եկանք, ուղիղ էլի, ու թեքվեցինք ձախ կողմը, այստեղ բասեր են կանգնում, ուսանք ճիշտ են կանգնել, որտեղ վստահ չեմ, թե այստեղ ուբերը կգա, բայց գալիս են, ուբերները գալիս են, ես ես նկարում եմ իմ համար, որ հաջորդ անգամ գալուց հիշեմ, դուրս եկանք, Արիզոնայից ու գնացինք դեպի աջ։ Սրանք հավանաբար կարնիվալի էքսկուրսիա առնողներն են, այսինքն ավտոբուսը բերեց, ոնց որ կարնիվալի նշան կար վրան։ Ինձ թվաց իրան ավտոբուսն է, բասերն են։ Ու սենց խմբով իրանք նոր են գալիս, այս էքսկուրսիան։ Թողնում է, հետո ժամ է երևի տալիս, այդ ժամին հավաքում է։ Ինձ թվում է սա կարնիվալինն է։ Դելը գնանք կնայենք, համենայն դեպս տուրիստական է։ Կարող է, հեսա որ գնանք, ես սենց ավտոբուսներ տեսա, իրար նման ավտոբուսներ են։ Եթե կարնիվալին չի, ապա ուրիշ նավի կարող է։ Հենա կարնիվալի նշաններ վրեն։ Եկանք անցյալ անգամվա մեր տեղը, որ եղել էինք ստեղ։ Սա շիպից հեռու չի, մենք ոտքով եկել ենք այս մասը։ Ուղղակի քանի որ ազատ տարածություն ենք, ասենք կանք նայենք։ Լավ էլ հոմլեսներ կան շատ։ Այ ընդեղ էլ արձան կա, սիրուն։ Հետո գնանք այդ արձանի մասը։ Ասա լավ է։ Սիրուն տարածություն։ Շենքը նկարում ասպես ասա գանայ։ Մենակ թարս բաներ չանես էլի նկարելուց։